Ողջույն սիրելի բարեկամներ, հուսով եմ, որ դուք բոլորդ լավ եք։ Մենք էլ լավ ենք, ինչպես տեսնում եք, վերադարձել ենք ու անցել ենք մեր առօրյային։ Այսօր խոսելու եմ բնակարանների մասին, քանի որ գիտեք վերջերս ձեռք ենք բերել նոր բնակարան Երևանում, Դավթաշենում, այդ բնակարանի վերաբերյալ եմ խոսելու, քանի որ հարցերը շատ են ձեր կողմից հնչում, ճիշտ ամենաբանություններով փորձում եմ պատասխանեմ, բայց բոլոր հարցերին հնարավոր չի պատասխանել, այդ իսկ պատճառով ավելի մանրամասն այսպես տեսանյութի միջոցով կպատասխանեմ, ինչպես նաև մեր երկրորդ ձեռքբերումը, այս անգամ որ գնացել ենք Հայաստան, գնել ենք նաև Երևանում հողատարածք, որտեղ շուտով կսկսենք կառուցել մեր երազանքների տունը։ Առայժմ աշխատանքները չենք սկսել բնականաբար, հողն ենք միայն ձեռք բերել եւ աշխատանքները կսկսենք արդեն գարնանը, քանի որ առջևում ձմեռացուր տա լինելու, երևի մտածեցինք, որ ճիշտ կլինի գարնանը սկսենք աշխատանքները։ Հիմա միասին կարող ենք դիտել այն կադրերը, որը որ ֆիքսել եմ առաջին անգամ, որ գնացինք, տեսանք հողատարածքը, մի խոսքով այդ փոքր մի հատված կտեղադրեմ ալիքում, որպեսզի դուք էլ կիսեք մեր հետ մեր ուրախությունը։ Շիծառն է։ Ինչպես տեսնում եք սիրելի բարեկամներ, դա մեր առաջին պտուղներ, որ մենք երբևէ, օրինակ ես երբևէ չեմ ունեցել իմ սեփական այգու բերք ու բարիքը, ես երբևէ չեմ իմացել, քանի որ գիտեք Երևանում եմ ծնվել մեծացել ու մենք այդպես գյուղում այդպես տատիկ-պապիկ չեմ ունեցել գյուղում, որպեսզի կարողանամ վայելել այդ գյուղի բերք ու բարիքի հաճույքը, սեփական ծառից խնձոր թեկուս ունենալու հաճույքը։ Ամենաառաջին բանը, որ խնդրել եմ ծնողներիս, գարնանը Ալեքսիս անունով խնձորի ծառ այնտեղ տնկեմ, որպեսզի, չգիտեմ, գիտեք խնձորը ինչքան շատ է ինքը սիրում, անպայման ուզում եմ իր անվամբ մի խնձորի ծառ ունենա։ Նուշի ծառ կար այդտեղ, շատ համեղ նուշերի միջալոց, երևի թե քո, երբ որ գիտես, որ դա արդեն քո այգու ծառն է, դա երևի թե ամենահամեղ այգու պտուղն է լինում։ Ինչևէ սիրելի բարեկամներ, բայց նաև հասկանում եք, որ այդտեղ շատ աշխատանքներ կան անելու, այդ ամեն ինչը պետք է հարթեցվի, որպեսզի հիմքից տուն լինի կառուցել, դա բավականին շատ մեծ աշխատանք է, բայց մենք չենք շտապում այտենց մի անգամից արագ ամեն ինչ անել, կամաց կկառուցենք իհարկե։ Ամեն դեպքում սիրելի բարեկամներ, մենք հոգով սրտով պատրաստ ենք, գիտենք, որ աշխատանքները մեծ են, մեծ աշխատանքներ կան, ծավալուն աշխատանքներ կան այդտեղ անելու։ Ինչևէ սիրելիներս, դա էլ մեր նոր ձեռքբերման վերաբերյալ։ Մանրամասնորեն, եթե փոփոխություններ լինեն, ես ձեզ հետ կկիսվեմ, բնականաբար նախնական դիզայներական աշխատանքները հարկավոր կլինի անել, նաև որպեսզի պատկերացում կազմենք, թե կոնկրետ ինչ ենք ուզում, որ հատվածում զետեղված կլինի տունը, որ հատվածում ինչը կլինի, մի խոսքով ամեն ինչի հետ փոքր ձեզ հետ եւս, երբ որ ինֆորմացիա ունենամ, ձեզ հետ եւս փոքր կկիսվեմ, այսպիսով միասին միահամուռ ուժերով աշխատանքները կիրականացնենք։ Ամեն դեպքում սիրելիներս, սա հողատարածքի վերաբերյալ, իսկ այ մյուս հարցերին, բնակարան ձեռք բերելու վերաբերյալ հարցերին հիմա մանրամասն կանդրադառնամ։ Բնակարանը գիտեք ձեռք ենք բերել այս տարի ձմռանը, երբ որ գնացել ենք Հայաստան, արդեն շուտով կլինի
մի 7-8 ամիս առաջ ենք ձեռք բերել եւ մանրամասն այնտեղ որոշ հարցերի պատասխանել եմ, բայց քան որ հարցերը շատ են ու այդ հարցերին չեմ պատասխանել, հիմա ընդհանուր առմամբ ասեմ։ Նախ շատ եք հարցնում, թե հիպոթեկով ինչպես կարելի է բնակարան ձեռք բերել, եթե ապրում եք արտերկրում։ Ճիշտն ասած, այս հարցին պատասխանելու համար ես իմ փորձից ասեմ, մենք ինքներս հիպոթեկով չենք ձեռք բերել բնակարանը, դրա համար չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ փաստաթղթային, ինչ գործընթացներ կան եւ այլն եւ այլն։ Ես ինչպես եւ դուք պարզապես լուրերին հետևելով, այս վերջերս էլ երբ որ Հայաստանում էինք, տուն էքսպո էր կոչվում կամ ինչ որ նմանատիպ ինչ որ մի վայր էր, որտեղ բոլոր կառուցապատողները էքսպո էին անում, ներկա էին եւ տների վաճառք էր իրականացվում, նույնիսկ Դուբայից մարդիկ եկել էին այստեղ ներկայացնում էին տուն, ովքեր որ ցանկանում են պայմաններին գնան տեղում ծանոթանան, Մերիդիան համալիրում էր լինելու, ես շատ էի ուզում գնալ, հոկտեմբերի 3 օրեր ընդամենը տեղի ունենալու, բայց գործերը այնպիսին էր, որ մեր թղթաբանություններն էլ չհասցրեցի ցավոք սրտի գնալ, եւ այնտեղ էլ ես լուրերով հետևելով մի բան կար, որ բանկի աշխատակիցը հայտնում էր, որ ունեն հատուկ ծրագիր, որով որ արտերկրում բնակվողները կարող են ձեռք բերել բնակարան արտերկրից։ Ես կոնկրետ չգիտեմ ինչ մանրամասներ են հարկավոր, ինչ թղթաբանություն է հարկավոր, այդ ամեն ինչով դուք պետք է դիմեք ու տեսնեք արդյոք ձեր պայմանները բավարարում են, թե չեն բավարարում, մի խոսքով նման ինչ-որ ծրագիր կար, հետո նմանատիպ գովազդ իմ հեռախոսի վրա էլ էր գալիս։ Ես քանի որ ես ստույգ ինֆորմացիա չունեմ, ես այսպես չեմ կարող ասել կոնկրետ այսինչ ես էլ ձեզ նման լսել եմ, ասում են։ Դրա համար մանրամասն ուրիշ տվյալներ չունեմ, իսկ ես ինքս մենք հիպոթեկով չենք ձեռք բերել բնակարանը։ Սակայն Հայաստանում գոյություն ունի կառուցապատողները առաջարկում են վճարումը կատարել փուլային եղանակով, այսինքն երբ որ եթե դուք ցանկանում եք ձեռք բերել նորակառույց տուն, կառուցապատողները տարբեր են, Երևան քաղաքում լիքը շատ շենքեր են, բազմաբնակարան շենքեր են կառուցվում, ըստ ձեր բյուջեի, նայած ինչքան բյուջե դուք ունեք, շենքերը տարբեր են, կան նորակառույցներ, որոնք արդեն 2025 թվականին ենթադրենք պետքա հանձնվեն շահագործման կամ որ այս տարվա վերջ պետքա հանձնվեն, կան ծրագրեր, որ 2026 թվականին կամ 2027 թվականին տարբեր տարիների կառուցվող ընթացքի մեջ շենքեր գոյություն ունեն, որ ըստ ձեր բյուջեի կարող եք ձեռք բերել։ Սիրելիներս, եթե դուք ապրում եք արտերկրում եւ ցանկանում եք բնակարան ձեռք բերել Երևանում, ինչպես պետքա անեք։ Նախ եւ առաջ ամենաառաջինը, որ ձեզ խորհուրդ կտամ, հայերեն տառերով Google-ում գրեք Երևանում նորակառույցներ եւ ոչ բոլորը իհարկե, բայց ամեն դեպքում կբերի որոշակի նորակառույցների տվյալները, այն մարդիկ, ովքեր ավելի ակտիվ են, այն կառուցապատողները, ովքեր ակտիվ են, այն անշարժ գույքի գործակալությունները, ովքեր ավելի շատ ինֆորմացիա են տեղադրում, մի երկու կայք իմ աչքով արդեն իսկ ընկել է, որ այդտեղ կան Երևան քաղաքում կառուցվող նորակառույցների պատկերները կտեսնեք, թե քանի բնակարան է մնացել, քանիսն է վաճառվել, ինֆորմացիան մարդիկ տեղադրում են, քանի քառակուսի մետր է, մոտավորապես ինչ որ պատկերացում կունենաք, թե որտեղ ինչ նորակառույց է կառուցվում։ Ինչպես նաև գործակալները, անշարժ գույքի գործակալությունները եւս նշվում են, հեռախոսահամարներ կան, կարող եք կապվել իրենց հետ եւ մանրամասները իրենց հետ ճշտել։ Եթե մոտավորապես արդեն իմանալուց հետո պատկերացում կազմեք, թե ինչպես է վաճառքը իրականացվում։ Հիպոթեքի համար մարդիկ դիմում են հիպոթեքի համար այն մարդիկ, ովքեր ենթադրենք Երևան քաղաքում ապրում են, աշխատում են, Երևան չէ, Հայաստանում ապրում աշխատում են եւ մոտավորապես 10-15 տարվա մեջ ուզում են հիպոթեք ձևակերպել, այսինքն ավելի երկար ժամանակ
կա հատված այրանց հարկավոր, որպեսզի վճարումները իրականացնեն։ Բնականաբար ավելի քիչ գումար են իրանք վճարում, այդ գումարը հիմնական գումարը քանի սենյակ կանոց, քանի քառակուսի մետրանոց տուն են ընտրում, այդ գումարը 10-15 տարվա ընթացքում են վճարում։ Իրենց ամեն մարդ ունի իր բանկի հետ խոսում է ու տեսնում է, թե կոնկրետ ինչ պայմաններ է առաջարկում։ Կառուցապատողները եւս աշխատում են բանկի հետ, արդեն իսկ գործընթացը այնպես է գնում, որ եթե ընտրում եք այս շենքը, X շենքը, տվյալները գրված է նաև, թե որ բանկի հետ են իրենք համագործակցում ու դուք միանգամից պետք է դիմեք այդ բանկ, տվյալները ամեն ինչը կա ու արդեն տեսնում եք իրենք ձեր դոսեն նայում են, համապատասխանում եք, չեք համապատասխանում եւ այլն եւ այլն։ Ինչ է իրենց ներկայացնում փուլային վճարումը։ Փուլային վճարումը այն վճարումն է, որ կառուցապատողը գնորդին առաջարկում է փուլ վճարել կառուցվող շենքի համար, մինչև ինքը կկառուցի կհանձնի շենքը ու այդ ժամանակ դուք էլ արդեն պետքա վճարած լինեք։ Այսինքն, սկզբնական շրջանում, երբ որ գնում եք հավանել եք տունը, ենթադրեք ընտրել եք, եկեք X գումար ես ընտրեմ, կարան եք ընտրել, որը X գումար կկազմի, ես մոտավոր թվեր եմ ասում, ենթադրենք $100,000, ու դոլարով եմ ասում, բայց պետքա դրամով լինի, ես հիմա որպեսզի շատ չմանրամասնեմ, X տարի X գումարով։ Այդ 100,000-ից 20%-ը կամ ենթադրենք 30%-ը վճարում եք գնման նախնական փուլում, այսինքն առաջին փուլը երբ որ գնում եք նոտար, նոտարից հետո գնում եք բանկային հաշիվ են ձեզ տրամադրում, այդ բանկային հաշվում պայմանավորված գումարն եք գցում, գումարի 20 կամ 30%-ը։ Շենքը, երբ որ պետքա կառուցվի, ենթադրենք այդ շենքը պետքա հանձնվի շահագործման X ժամանակում, ասենք թե 2027 թվականին։ Պայմանավորվածության ժամանակ դուք արդեն իսկ կառուցապատողը ասում է, գիտեք 2027 թվականի, ասենք դեկտեմբեր ամսին նախատեսված է, որ պետքա լինի վերջնական վճարը։ Մինչև 2027 թվականի հասնելը այսքան անգամ վճարումներ ունենք, այսինքն ենթադրենք 6 ամիսը 1 կամ 8 ամիսը 1, հիմնականում 6 ամիսը 1 վճարումներ են, որոնք այդ մնացորդ գումարը բաժանվում է այդ ամիսների մեջ, այսինքն դուք նախնականը վճարեցիք, հետո երկրորդ վճարումը պետք է անեք 6 ամիս, հետո եւս երրորդ վճարումը 6 ամիս, հետո ու այդպես շարունակ, մինչև հասնեք այն ժամանակը, երբ որ 2027 թվականին շահագործման պետք է հանձնվի, ինքը հանձնում է շահագործման, դուք էլ մնացորդն եք վճարում ու ոնց որ ինչպես ասում են, զրոյականացվում է այդ պարտք ու պահանջ իրար հետ չեք ունենում։ Ինչքան որ երկար է լինում շահագործման հանձնելու ժամանակահատվածը, բնականաբար այդքան վճարման այդ փուլերը ավելի շատ են լինում։ Եթե ընտրեք, որ շահագործման պետք է հանձնվի այդ շենքը, ենթադրենք 2025 թվականի վերջին, բնականաբար այդ ժամանակ արդեն գումարի քանակն էլ մեծ կլինի, որ դուք 6 ամիսը 1 մի քիչ ավելի շատ գումար պետք է վճարեք, դա կախված է արդեն հասկանալի է, ինչքան շատ է երկար ժամանակը լինում, այդքան ավելի գումարը քիչ կկազմի, որ դուք պետք է վճարեք։ Փուլ առ փուլը սա է նշանակում։ Եվ սրա համար պարտադիր չի, որ դուք գնաք բանկի հետ գործարք, այսինքն հիպոթեք ձևակերպել, սա հարկավոր չի, բայց բնականաբար դուք պետք է ունենաք համապատասխան գումար 6 ամիսը 1 այդ գումարը փոխանցելու համար։ Երբ որ մենք այդ ժամանակ տարբեր կառուցապատողների հետ խոսում էինք, կառուցապատողը առաջարկում էր նաև մինչև այդ 6 ամիսը, եթե ձեզ հարմար է ամեն ամիս գումարը փոխանցել, կարող եք ամեն ամիս գումարը փոխանցեք, բայց այդ 6 ամիսը երբ որ գալիս է, դուք պետք է զրոյով անեք, այսինքն կարող եք այդ գումարը դուք հավաքեք ինքներդ 6 ամիս հետո տանեք բանկում փոխանցում անեք կամ կարող եք ամեն ամիս փոխանցել, բայց որ 6-րդ ամիսը հասնի, պետք է այդ նախատեսված գումարը
լրացրած լինեք, կարող եք նույնիսկ ավելացնել, եթե հնարավորություն ունեք ավել վճարելու, կարող եք ավել վճարել, որպեսզի հետո վերջում քիչ մնա, դա էլ հնարավոր է, բայց այդ սանդղակը երբ որ գալիս է, այդ սանդղակի գումարը մինիմումը պետքա պարտադիր գումարը պետքա ապահովի։ Ինչ վերաբերվում է կառուցապատողին, այդ գումարը որ փոխանցում եք, իրականում գումարը ոչ թե կառուցապատողին եք փոխանցում, այլ կառուցապատողները աշխատում են բանկերի հետ ու գումարը փոխանցվում է կոնկրետ որ բանկի հետ որ իրենք աշխատում են, այդ բանկում իրենց հաշվի համարին։ Կառուցապատողը չի կարող այդ ամբողջ գումարը վերցնել, ինչքանով որ մեզ բացատրեցին, կառուցապատողը գումարի համար, շենքի համար նախատեսված պլան ունի, ըստ պլանի ենթադրենք առաջին հարկն է ինքը կառուցում, առաջին հարկի կառուցման համար նախնական հաշվարկով ենթադրենք հարկավոր է X չափի գումար, ինքը ներկայացնում է, որ հիմա արդեն կառուցում է առաջին հարկը ու իրան այդ X չափի գումարն է հարկավոր, ինքը կարողանում է միայն այդ հատվածը այդ իր հաշվից վերցնել, օգտագործում առաջին հարկի համար։ Կառուցեց առաջին հարկը, բարձրացավ երկրորդ հարկ, ցույց է տալիս, որ ինքը առաջին հարկը կառուցեց, բարձրացավ երկրորդ հարկ ու երկրորդ հարկի կառուցման համար եւս X գումար է հարկավոր, բանկը այդ X գումարը փոխանցում է իրանց հաշվին, որպեսզի этап առ этап, այսպիսով նաև գնորդի համար էլ ինչ որ չափով դա ապահով է, որովհետև գնորդը գումար տարբեր բնակիչներ, հա, բնակիչները տալիս են իրենց գումարը եւ ուզում են համոզված լինեն, որ этап առ этап իրենց շենքը բարձրանում է ու ճիշտ է ուղղվում իրենց գումարները։ Ինձ համար ամեն դեպքում սա եւս շատ կարեւոր է, որ ինձ բացատրեցին բնակարան ձեռք բերելիս։ Շատերդ եք ասում նաև, որ Լիանա ջան, մենք Հայաստանում չունենք ծանոթներ, ընկերներ, բարեկամներ, ովքեր որ մեզ կօգնեն, թե ինչպես կարելի է ձեռք բերել բնակարանը։ Իրականում ճիշտ է, շատ դժվար է, որովհետև նախ արգուվաճառք անելու համար դուք պետք է լինեք այնտեղ նոտարով, որովհետև հաստատվում է սեփականության իրավունք ձեռք բերելու համար, մի խոսքով նոտարական գործողությունները անելու համար դուք պարտադիր պետք է այնտեղ լինեք։ Ինչ վերաբերվում է կառուցապատողների գործը ոչ միայն արագ շենքը կառուցելն է, այլ նաև պետք է հանձնեն ու դրա համար նախագծով եթե իրենք պլանավորել են, որ պետք է շենքը ունենա, ենթադրենք ֆուտբոլի դաշտ, պետք է ունենա տրենաժորներ, մարզվելու համար նախատեսված տեղ, այգի եւ այլն, այդ ամեն ինչը պետք է կառուցի, պետք է պատրաստ լինի, որ շենքը ամբողջությամբ ինչը որ նախատեսված է լինում, ենթադրենք ծառերի գոտի, կանաչ գոտի է լինում, այդ ամեն ինչը պետք է ապահովի, որպեսզի քաղաքապետարանը թույլտվություն տա շահագործման շենքը արդեն վերջնական հանձնվում է այդ ժամանակ ու այդ ժամանակիկ, որ դուք վերջին հատվածը վճարում եք տան ձեռքբերման եւ արդեն սեփականության իրավունքի գործողություններն են իրականացվում այդտեղ։ Հարցերը հենց հիմնականում կախված էին հիպոթեք վարկերին էին վերաբերում եւ փուլ առ փուլ վճարումներին, ինչպես հասկացաք արդեն փուլ առ փուլ եթե վճարումները անում եք հիպոթեքի հետ բացարձակ ոնց որ կապ չեք ունենում եւ պարտադիր չի որպեսզի գնաք բանկ։ Չէ, սիրելի բարեկամներ, ես կարծես թե պատասխանեցի ձեր հարցերին, մանրամասնեցի, որ կոնկրետ մեր տարբերակով մենք ոչ թե հիպոթեք ենք ձևակերպել, այլ մենք այդպես վճարման տարբերակ ենք ընտրել, որ ընթացքում վճարում ենք մինչև մեր շենքը կկառուցվի։ Այսքանը սիրելի բարեկամներ, հուսով եմ, որ ես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի, եթե կան մարդիկ, ովքեր ավելի շատ ինֆորմացիա ունեն, ինչպես կարելի է ինֆորմացիա ստանալ նորակառույց շենքերի մասին, որովհետև շենքերը շատ են ու ազնվությամբ եմ ասում, եթե վերջին տարիներին դուք չեք եղել Երևանում, ապա կզարմանաք նորակառույցների քանակությունից, թե ինչպես է փոխվում Երևանը ու ընդհանրապես իսկապես շինարարությունը շատ մեծ արագությամբ առաջ է գնում, դրա համար ճիշտ կլինի փնտրել ինֆորմացիան։ Այսօրվա համար երևի թե այսքանը, եթե էլի հարցեր լինեն, գրեք, ընթացք կպատասխանեմ սիրելիներս։ Լավ մնացեք, կհանդիպենք արդեն հաջորդ թիվ։